2000 թվականների սկզբերին Հայաստանում մեծ ընդվզումներ եղան, երբ որ ուզում էին սոցիալական քարտեր ներմուծել Հայաստանում, հավատացյալները ըմբոստացան, որ սա նեռի կնիքն է, արդեն պետք է հրաժարվել այդ ամեն ինչից, կարծեմ ցույցեր էին անում, հիմնական շարժող ուժներ իրեն ետևից տանող Աստվածօգին լուսավորի Խաչիկ Ստամբուլցյանը եւ եթե հիշում եք մեծ ընդվզումներ եղան եւ ես որոշեցի մի հոդված գրել ռուսերենով իմ կայքի համար կարծեմ կենթանիմացիան լայվ ժուրնալի համար ռուսերենով գրեցի եւ նույնիսկ Մայրաթոռը մի հատ թերթ ունեին չեմ հիշում անունը ինչ էր այդ թերթի մեջ տպագրեցին թարգմանեցին հայերեն լեզվով մեծ արձագանք գտավ բայց այդ խնդիրները դեռ չի վերջացել եւ ժողովուրդը նորից այդ նյութերը ամեն անգամ ինչ որ մի բան է լինում նամոնտ Իսրայելում եւ Իսրայելի շուրջ կապված էս վերջի Պարսկաստանն է այդ բախումը նորից այդ բաներն է արթնանում որ նեռն է գալիս նեռը մոտ է եւ այլն այսօր խոսենք այդ բանի մասին չնայած ես վերջերս ռուսերենով էլ մի տեսահոլովակ պատրաստեցի Էջմիածին, Իսրայել, Իրան, երրորդ տաճար, նեռ, եթե ռուսերեն հասկանում եք, կարող եք նորից նայել, կամ էլ ուրիշ մի նյութեր ունեի 666-ի մասին, այս նյութերի մասին մի քանի տեսահոլովակ եմ պատրաստել, նույնիսկ հիշում եմ կորոնայի ժամանակ այս նյութը նորից բերվեց որ ասում էին որ երբ որ այդ պետք է ներարկեն սրսկելու համար որ այդտեղ հատուկ չիպեր են դնում որ այդ չիպերով արդեն դու նեռի երկրպագու ես դառնում եւ այդ ժամանակներ որ 5G ինտերնետն էր դուրս գալու աշխարհի մեջ որ այսա տեսեք 5G-ն անում են որ այս սրսկումները որ անեն մեջը չիպ են դնել այսինքն ուղղակի մի հիմարություններ, որը իրականում այդ ամեն ինչը ոչ մի կապ ունի Սուրբ գրքի հետ, նեռի հետ, կնիքի հետ։ Դե այսօր խոսենք այս նյութի շուրջ։ Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ։ Ուրեմն այս նյութը շատ կարևոր է որովհետև Տերը մեզ սովորեցնում է, որ զգույշ լինենք սուտ մարգարեներին չհետևենք եւ չկորցնենք մեր կապը մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ միշտ պետք է արթուն լինել, որովհետև այս նյութը նեռի, այս կնիքի մասին եւ այլն երևի միշտ էլ մտահոգել է բոլոր ժամանակների քրիստոնյաների, նույնիսկ առաքյալների ժամանակ այդ հարցերը բարձանում էր, չնայած այն ժամանակ ոչ թե նեռին էին սպասում, ինչպես այսօր, այլ սպասում էին մեր Տիրոջ գալուստը, որտեվ բոլորը հավատում էին, որ Քրիստոս ուր որ է գալու է, որտեվ Տերը ասել էր, ես գնում եմ օթևաններ պատրաստեմ եւ կգամ ձեզ կտանեմ։ Եւ բոլորին թվում էր, որ դեռ առաքելական շրջանում Տերը կդառնա եւ բոլորին կտանի դեպի երկինք, դեպի արքայություն, բայց Պողոս առաքյալը մեզ զգուշացնում է ասելով, որ միջև դրա պետք է գա անօրության մարդը, մենք հիմա դրան կանդրադառնանք, ուրեմն դա այդ ժամանակներից 2000 տարի անցել է եւ ոչ մի բան չի փոխվել եւ Տերը դեռ չեկավ, բայց միշտ էլ մարդիկ այդ նեռի գալուստը սպասել են։ Հետաքրքիր այն է նաեւ, որ ինձ շատ են գրում, երբ որ Իսրայելում ինչ-որ բաներ է լինում, լացի պատի կողքը շինարարություն են անում, բաներ են քանդում, իմացել են, որ տակը ստորգետնյա բաներ են, այսինքն թոնելներ են բացել եւ այլն, որը այսպես հիմա երրորդ տաճարն են ուզում կառուցեն, պատրաստվում են հрьяաները եւ այս Իրանի պատերազմի հետ կամ ամեն անգամ որ տենց մի բախում է լինում, նույնիսկ այսպիսի արտահայտություններ էին մարդիկ ասում, որ տեսեք հիմա հрьяաները նույնիսկ իրենք բան կանեն կհարվածեն մզկիթին, որ քանդվի եւ երրորդ տաճարը կառուցեն։
Բայց այդպես չի, եթե նայենք հրեական աղբյուրները, կրոնական հրեաների մեջ ինչ կա, նույնպես իրանց մեջ էլ տարաձայնություններ կա, ինչպես քրիստոնյաների մեջ է տարբեր հարցերի շուրջ տարաձայնություն, իրենց մեջ էլ, որ մի մասը հրեաների կա, որ չեն ընդունում Իսրայել երկիրը, համարելով, որ դա հակա աստվածային է, Աստծու կամքին հակառակ է, այս Իսրայելը մարդիկ են ստեղծել եւ դեմ են եւ իրենք ընդունում են, որ սա միայն Պաղեստին է, Իսրայել չի, Իսրայել երկիրը չեն ընդունում, ասում են, որ Իսրայելում պետք է ապրեն բոլոր մարդիկ, որոնք կան, բոլոր ազգերի կրոնների ներկայացուցիչները, համերաշխ խաղաղ պետք է ապրեն, որպեսզի միջև իրենց փրկիչը, այսինքն Մոշիախը, որը Քրիստոսը թարգմանվում, այսինքն օծյալ, որը պետք է գա, բոլորին իրար միացնի եւ տաճար կառուցի։ Մի ուրիշ շարժում ասում է, որ պետք է նախ կառուցենք տաճարը, հետո Մոշիախը կգա, մյուսները ասում են երկնքից կիջնի այդ տաճարը, երբ որ Մոշիախը կգա կամ կիջնի, հետո ինքը կգա, այսպիսի տարաձայնություններ, բայց այդ երրորդ տաճարի աղմուկը բարձրացնում են ավելի շատ բողոքական քրիստոնյաները, որ բողոքական կոչված քրիստոնյաները, որ ցավոք սրտի մեր հավատացյալներն էլ են ընկնում են այդ իրենց, այսպես ասեմ, կներեք, տրենդի հետևից, այդ գովազդի հետևից, որ սկսում են իրանք էլ նույն բանը մտածել, բայց չեն հասկանում, որ այդ բողոքական աշխարհը, այսպես աղանդավոր աշխարհը նմանտ Ամերիկայի եւ ինչու՞ չէ աշխարհով սփռված բոլոր օրինակ կյանքի խոսքը, իրենք հավատում են, որ հազարամյան պետք է գա, երբ որ Քրիստոսի երկրորդ գալուստը կգա, ուստի տաճարը պետք է կառուցի, Քրիստոս կգա, 1000 տարի այստեղ թագավորությունը իր կհաստատի, այն դեպքում, որ մենք մեր հայ եկեղեցին եւ ավանդական եկեղեցիները դավանում են, ընդունում են, որ Քրիստոսը երկրորդ անգամ որ գալու է, դատելու, ոչ թե այստեղ արքայությունը ստեղծելու եւ հիմնելու, որովհետեւ Քրիստոս երբ որ գալու է, ոչ թե երկրի այս թագավորությունը ստեղծելու, այլ դատելու եւ վերին Երուսաղեմն է իջնելու, այսպես։ Մենք սրան ենք հավատում, իսկ աղանդավորները եւ տարբեր շարժումները հավատում են, որ պետք է գա եւ այդ դրա հիման վրա իրենք Իսրայելին օգտակար են լինում, դրամական, ֆինանսական մեծ հոսք է գալիս Իսրայել պետությանը օգնելու, որ Իսրայելը լինի, որպեսզի մի օր եւ ուզում են, որ պատերազմ լինի, որը նաեւ երևի Ամերիկայի քաղաքականության մեջ է, պատերազմ լինի, որպեսզի տաճարը շուտ կառուցեն, մզկիթը քանդեն, պայթի, մի բան լինի, որ ի վերջո կառուցեն տաճար եւ փրկիչը գա։ Բայց մենք մեր հայրերը, մեր եկեղեցին, մեր դավանությունը են ասում, որ նեռը ինքը պետք է գա եւ շատերը ընդունելու են նեռը, որտեվ Տերն էլ ասում, ես իմ հոր անունով եկա, ինչ չընդունեցիք, բայց մեկը կգա իր անունով, իրեն կընդունեք։ Այսինքն կգա այդ սուտ Քրիստոսը, որը մենք նեռ ենք ասում, կգա եւ շատերը կընդունեն իրեն։ Շատերը կեթան իր ետևից եւ նույնը այդ եւ ինչ ասեմ, ցավոք սրտի ասեմ, որ այս նեռի սпасելու, այսինքն փապակը գալիս է ինչքան ոչ թե նեռից վախենալու կամ Աստծուց վախենալու առավել եւս, այ վախում են, որ իրանք գիտեն, երբ որ կան նեղություններ է լինելու եւ այդ իրենք վախում են, որ այդ նեղությունների մեջ կընկնեն։ Իրենք չեն ուզում այսօրվա մարդուն այնպես են դաստիարակում, այսինքն կոմֆորտ կյանք ունենալու, որ մարդ չունենա նեղություն, ինքը միշտ ձգտում է լավ կյանք ունենա, իսկ լավ կյանքի համար պետք է դրամ։ Դրամի համար էլ մարդը կարա գնա սխալ քայլերի, սուտ խոսե, սպանի, թալանի, որը մենք տեսնում ենք ամենտեղ, կաշառակերություն, այսպես ասեմ։ Այս ամենը գալիս է փողասիրության, արծաթ սիրության, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, արծաթ սիրության մասին եւ ագահության, ասում է, որը կռապաշտությունն է։ Եվ այսպիսով քրիստոնյաների մեջ այս սուտ բաները, որ տարածում են, որ հա հիմա 5G այդ անտենաները դնեն, ես իմ ներարկում անեն, շտրիխ կոդ եւ այլն, որ ահա նեռի կնիքն է, որ մարդիկ խուսափեն այդ բաներից գնան հակառակ ընկնեն նեռի ձեռքը։
Նույնիսկ հիշում եմ, գիտեք, ինչ Հայաստանում շատ տենց հավատացյալների մեջ, որ հետը շփվում էին, խոսում են 2000 թվականներին, հավատացյալներ կային, որոնք, գիտեք, իրենք չէին գնում սոցիալական քարտ չէին առնում, բայց իրենք հեռախոս էին ուզում կամ որևէ ինչ-որ մի բան գնելու համար պետք էր այդ քարտը։ Եվ չեն կարող գնեն, որտեվ չունեն ապառնիկ վերցնելու համար, գնում էին ուրիշ հավատացյալներին էին դիմում, որոնք ունեին այդ քարտը։ Բա ինձ համար գնա ապառնիկ վերցրե, ես դրամը կտամ։ Այսինքն սա անկեղծ չէր, եւ որովհետեւ իրենք դատապարտում էին բոլոր նրանց, որոնք քարտ են արել, բայց ներքուստ գնում ուրիշներից խնդրում էին, որ ինձ համար հեռախոս վերցրու կամ որևէ բան ապառնիկ։ Այսինքն ստացվում է դու գնա դժոխք կորի, բայց ես օգտվեմ հեռախոսից, որի մեջ եւ շտրիխ կոդ էլ կա եւ ամեն չիպ էլ կա, ամեն բան կա։ Այսօր չենք խոսելու այդ տեխնոլոգիաների չիպերի մասին, դա ուրիշ մի նյութ է, ռուսերենով իմ տեսահոլովակներս նայեք, մեջը դրա մասին շատ եմ խոսում։ Ուրեմն դա էլ անկեղծ չէր, մի հավատացյալներ կան, մի քանի հոգի տարիքով եկան ինձ բողոքելու հայսուրբ մեր հավատացյալներ, քույրեր, եղբայրներին, որոնք թոշակ են ստանում, իրենց ասա ինչու մեզ չեն օգնում, ասի այսինքն դու թոշակ չես ստանում, չէ, որովհետև ես նեռի այդ կնիքը չեմ վերցրել եւ ես թոշակ չեմ ստանում, բայց իրանք որպես քրիստոնյա պարտավոր են օգնելու, այսինքն տեսնում եք աբսուրդի վիճակ է հասնում, որ մարդիկ տգիտությունից ելնելով, մոլորված լինելով մեղադրում են ուրիշներին, որ իրենք վերցրել են եւ մեղադրում են, որ իրենց չեն օգնում։ Եվ ընդհանուր առմամբ այդ 666 թիվը Աստվածաշնչում, գիտեք, միայն հայտնության մեջ է գրված, հայտնության մեջ։ Նշեմ, որ հայ եկեղեցին հայտնության գիրքը որպես գիրք կանոնի մեջ ընդունել է Սուրբ գրքում 12-րդ դարից, այսինքն մինչև 12-րդ դար մեր եկեղեցին ժողովուրդը հավատացյալը չի իմացել, որ 666 հասկացողությունը կա։ 666 նաև կար հին ուխտի մեջ, որ Սողոմոնին 666 կիլո թե տաղանդ ինչ-որ քաշ է, ոսկի տուրք էին բերում ուրիշ ազգեր տալիս։ Տարեկան 666 եւ մեկ էլ Աստվածաշնչում 666 էջը կա։ Այսինքն ուրիշ 666-ի մասին ոչ մի բան չկա, դրա համար ֆիքսվել կենտրոնանալ այդ թվի վրա, դա աբսուրդ է, որտեվ երբ որ մենք ցես փոքրիկ բաների վրա ենք ծանրանում, մենք կարևոր բանից ենք շեղվում։ Օրինակ 666-ի մասին Սուրբ Գրիգոր Տաթևացին հետևյալն է ասում, տառերով են բացում, ու կզը ուրացավ կամովին ըստ Քրիստոս։ Այսինքն ուզում է ասի, այդ կնիքը որ կա, երբ որ մենք մկրտվում ենք մեր ճակատին Սուրբ Հոգու, այսինքն մեռոնով Սուրբ Հոգու դրոշմն է դրվում։ Երբ որ մենք ուրանում ենք կամովին, այսինքն գիտակցաբար քրիստոնյան պետքա ուրանա իր տիրոջը։ Այդ ժամանակ ինքը ընդունում է նեռի կնիքը, այսինքն դրոշմը մեռոնի վրա է ջնջվում, այսինքն եւ այդ ուրացության նշանն է, իսկ աջ ձեռքի խորհուրդը բարի գործ անելն է, որ մարդ երբ որ ուրանում է Քրիստոսից, ինքը այլևս բարի գործ չի անելու, այսինքն ինքը ուրիշին չի օգնելու։ Դրա համար պատահական չի Քրիստոս ասում է, երբ որ գալու եմ, հարցնելու է ոչ թե հարցնել ոնց է սաղոթ է, բախ պահել ես թե ոչ, այ հարցնելու է հետևյալը, ասել է սոված է, կերակրեցիր թե չէ։ Եվ այն մարդը, որը կերակրել է վերջի ժամանակները նամանավանդ, որը մեծ դժվարություն ալնելու, ինքը սոված է լինելու, բայց ինքը իր վերջի հացը կարող է կիսվի իր հավատացյալ եղբոր բարեկամ ընկերոջ հետ, եւ դրանով ինքը արքայություն մտնի վերջի ժամանակներ, իսկ այն որ կուրանա չի օգնի Քրիստոնի, Տերը կգա կասի ես քեզ չգիտեմ, գնա անիծյալ մտի կրակել լիճը, որ ի սկզբանե պատրաստվել էր սատանային։ Այսինքն սա շատ կարևոր է, որ մարդ, որ ուրանում է Քրիստոսին, Աստծու վախ չունի, Աստծուց անաստված է դառնում, ինքը երբեք ուրիշին չի օգնի։ Իր մեջ այդ սերը չի լինելու, այդ սերը սառելու է մարդու մեջ։ Իսկ սրա մասին չի խոսվում, այ ժողովրդին մոլորեցնում են, տանում են, որ նայեք, հեսա հիմա չիպեր կտան, քարտ կտան, այս կտան, չիպերից պետք է հրաժարվել։ Չիպ, եթե մենք չիպի մասին ենք խոսում, այս հեռախոսը, որը դառել է մեր կյանքի անբաժանելի մի մասը, մի համակարգիչ է, որով մենք ամբողջ մեր
ամբողջ բանը սկսյալ վճարումներ են, տարբեր հաղորդակցությունը աշխարհի հետ, բարեկամների հետ, այս հեռախոսի միջոցով է արվում։ Եվ այսօր այդ չիպ կոչեցյալը մենք մեր գրպանի մեջ ման ենք տալի, ուր գնանք մեզ հետ է։ Եվ եթե մեզ պետք է հսկեն, մեր հետևից գան, կիմանան արդեն։ Մարդը հոժար կամքով ինքը գնում է մի սրճարանում նստում է, թագ է անում, որ ես կաֆեում եմ, Facebook-ի միջոցով ընկերները իմանում են, որ այս մարդը այստեղ է։ Դրա համար քեզ որևէ մեկին փնտրելու, ինչից եք վախում ձեզ փնտրելու, որ գտնեն։ Եթե ուզենան, միշտ էլ կգտնեն, առաջի դարում էլ էին փնտրում գտնում, այսօր մի քիչ շուտ կգտնեն եւ քեզ եւ մարդը չի վախում, որ Աստծո առաջ ինքը գործած մեղքերը, որոնք ոչ մեկ չի տեսնում, Տերը տեսնում է, սրտերը քննող է։ Սրա մասին չենք մտածում ենք մեր մասին ով կլսի մեզ, ով ինչ կանի։ Բայց մյուս ծայրահեղությունն էլ կա, մարդիկ ամեն բան թողնում, գնում են անապատները, այնտեղ ես իմ լեռների մեջ են մտնում, որ նեռը հետ իրանց այս միջոցով չհասնի։ Բայց քրիստոնյաները առաջի դարվա իրանք նահատակությունից չէին վախում։ Հակառակը, երբ որ իմանում էին այնտեղ քրիստոնյաներին են նահատակում, իրանք վազում էին, առաջինը վազում էին, գնում էին սիրով, ուրախությամբ, որ մենք էլ նահատակվենք Քրիստոսի համար, իսկ մենք այսօր խուսափում ենք, ցույցեր էինք անում, որ քարթեր չլինի, որ նեռը չգա։ Պայքարենք, որ նեռը չգա։ Այս մի քիչ տարօրինակ է։ Իսկ գալով երրորդ տաճարի մասին, այդ որ խոսում են երրորդ տաճարը, գիտեք, իրական քրիստոնյայի համար միևնույնն է, կկառուցեն, չեն կառուցի։ Քրիստոնյայի համար աշխարհի վերջ, որ ասում ենք, աշխարհի վերջը ինչ է։ Այս տիեզերք աշխարհ, այսինքն ամենը կրակի է տրվելու, կրակով այրվելու է եւ նոր երկինք, նոր երկիր է իջնելու Երուսաղեմով հանդերձ երկնքից եւ Տերը դատելու է։ Այսինքն իր գալուստը կրակով է լինելու եւ աշխարհի վերջ մեզ համար, ամեն մեկիս համար մեր մահով աշխարհի վերջն է։ Մենք էլ ենք մի ձևով աշխարհ, մենք էլ ենք մի ձևով մի աշխարհ ենք, տիեզերք ենք արարչի, որտեղ կենտրոնում սրտում նստած է մեր Թագավորը, Տերը։ Պատահական չի ասում, արքայությունը ձեր մեջ է։ Այսինքն մենք մի աշխարհ ենք եւ երբ որ մենք մահանում ենք, հոգին ավանդում ենք, այս աշխարհը դադարում է, հող է դառնում, այսինքն դադարում է եւ մենք գնում ենք Տիրոջ առջև։ Եվ գիտեք, հավիտենականության մեջ ժամանակ հասկացողությունը գոյություն չունի։ Այնտեղ չկա էլի 3 այսօր, վաղը 2 ժամ առաջ, հետո այնտեղ ներկա է, այնտեղ ամեն ինչ այս պահին է։ Դրա համար եթե մենք երբ որ ննջենք եւ մի մարդ, որը 2000 տարի առաջ է ննջը եւ այսօր է ննջում կամ մահանում, նահատակվում, բոլորը կանգնում են Տիրոջ առջև եւ կարծես կարելի ասել Քրիստոսի գալուստը, դատաստանը արդեն իսկ կատարվում է։ Ուղղակի մեզ համար դա ժամանակի մեջ ենք։ Դրա համար ֆիքսվել, որ աշխարհի վերջը պիտի գա, երբ պիտի գա, այսինքն մենք նստենք, սպասենք աշխարհի վերջ վախենալով ինչ անենք, վայ հիմա երրորդ համաշխարհային ասկսում, վայ հիմա էսա լինելու եւ այս բաներով ԶԼՄ-ները մեզի վախցնում են, այսինքն մեզ ասելով հավատացյալներին, որ հավատացյալը վախենա, ինքը միշտ փնտրի խաղաղություն, հանգստություն արտաքին, ինքը այդ վախերով ապրի, երբ որ մարդ վախերի մեջ է, հիվանդանում է, վախերի մեջ է, ինքը կեթա սատանային էլ կերկրպագի շատերը, չէ, բան կասում, խեղտովող մարդը օծին էլ է փաթաթվում, չէ։ Այսինքն մեզ անընդհատ այս ԶԼՄ-ները պատրաստում են այն վիճակին, որ անընդհատ վախով, իսկ Հովհաննես առաքյալը ինչ է ասում է կատարյալ սերը հեռացնում է վախը, սիրո մեջ վախ չկա, Աստված սեր է, երբ որ մեկը Քրիստոսով է եւ Քրիստոսի մեջ է, Տիրոջմով է, սիրում է Տիրոջը, իր մեջ այդ վախը ստրկային չկա։ Ինքը ստրկային վախով չի առաջնում, բնազդներով չի առաջնորդվում։ Սա շատ կարևոր է, որ դրա համար եմ ասում, հարգելի բարեկամ, որ այն մարդիկ, որ ձեզ քարոզում են, որ հիմա հա կնիքը տալիս են, հիմա այս քարթերի դեմ պայքարենք, այս բանը չառնենք, վախեցեք, դա սուտ մարգարեներ են։ Ոչ թե իրանք հատուկ ծրագրված են, իրանք տգիտությունից կամ սուտ մարգարե են իրենք, որոնցից Տերը մեզ զգուշացնում էր, ասում է զգուշ եղեք, որ սուտ մարգարեներ կգան
իմ անունից կխոսան, եւ այդ մարդիկ Աստծո խոսք են վերցնում, Աստծո խոսքից խոսում են, որ հեսա հիմա սենց է, նենց է, եւ մարդիկ անընդհատ այդ վախի մեջ ապրում են, բայց հայտնության գրքի վերջի տողերը ասում է արի Հիսուս։ Այսինքն մենք պետք է սիրով սպասենք, որ շուտ գա այդ ժամանակը։ Պողոս առաքյալը, որ ասում է Տեր, ես այսինքն սպասում եմ, որ այս հողեղեն բնակարանս քանդվի, այսինքն հոգիս ավանդեմ, գնամ երկինք Տիրոջը հասնեմ, բայց մնում եմ ձեր սիրուին համար, այսինքն Պողոսը իր առաքելությունը ուներ եւ ինքը գիտեր, որ ինքը ուզում է շուտ Տիրոջը միանա, բայց ստիպված է ստեղ մնում մեզ, այսինքն հավատացյալներին քարոզելու։ Այդպես էլ քրիստոնյան պետք է ապրի, որպիսի մտածի, որ ինքը վաղը Տիրոջ առջև է կանգնի եւ փապակի, որ շուտ գա այդ ժամ։ Չեմ ասում գնա մեռնի ինքնասպանություն լինի, չէ, դες բան չեմ ասում, բայց այդ միշտ այդ ցանկությունն է, որ Տիրոջը պետք է գա, երբ պետք է այդ օրը գա, որ ինքը Տիրոջը առջև գա։ Իսկ ինչու չենք ուզում, որովհետև նյութականին հողային բաներին, աշխարհիկ բանին շատ ենք կապված, նյութականին շատ ենք կապված։ Դրա համար վախում ենք այդ ամեն ինչը կորցնել, վախում ենք, որ այդ ամեն ինչից ազատվենք։ Դրա համար այդ ստրկային վախով ապրում ենք։ Եվ այս ամեն ինչը մեզ սովորեցնում է ինչ, մեզի բերում են նրան, որ այդ վախենալով դու դառնաս մամոնայի ծառա։ Եվ Տերը մեզ սովորեցնում է, որ երկու Տիրոջ չեք կարող ծառայել, ոչ մամոնային, ոչ էլ Աստծուն։ Կամ չկա երկուսին չես կարա ծառայել։ Դա ես չեմ ասում, դա մեր Տերն է ասում, որ մենք չենք կարող ծառայել երկու Տիրոջ։ Եվ այսօր այս 2000 տարվա մեջ եւ այսօր էլ մենք տեսնում ենք այդ կռիվն է գնում մամոնապաշտողների եւ աստվածապաշտների, որոնք աստվածապաշտները ավելի քիչ են։ Եվ այդ մամոնայի պաշտամունքը այնքան ներմուծվում է մեր կյանքի մեջ, որ մարդ մտածում է ինքը հավատացյալ է, եկեղեցի է գնում, աղոթում է, բայց ինքը չհասկանալով ծառայում է այդ մամոնային։ Վերցնենք օրինակ Իսրայելի մեջ պետական մակարդակով օրենք է շաբաթ օրերը ոչ մի մեկը չի կարող աշխատի։ Խիստ օրենք է։ Քաղաքային տրանսպորտը չի աշխատում։ Խանութները բոլորը փակ են, ճաշարանները, կաֆեները բոլորը փակ է, ամեն բան փակ է շաբաթ օրը իրենց մոտ։ Իսկ մեր մոտ Կիրակին մարդիկ եկեղեցել չեն գնում, բայց տեսնում ենք աշխատում են, ամենտեղ գնում են, որտեվ այդ մի օրն էլ է, դե ինչ հիմա թե չգնանք այդ 1000 դրամը, այդ դրամը պետք է կորցնենք։ Գիտեք, մի պատմություն կա մի քրիստոնյայի շատ բարեպաշտ, լավ աշխատող վարպետ, իր գործի տնօրենը ասում է պետք է գաս Կիրակի էլ աշխատես, ինքը ասում է այս Կիրակի օրը չեմ աշխատի, իրեն ասում են դե այդ դեպքում եթե չես աշխատելու, գործից կհեռացնենք, ինքը ասում է հեռացրեք, ես այդ օրը Տիրոջս օրն է, ես Տերես ինձ ամոթով չի թողնի, եւ ավելի տնօրեն չէ, իր պետը, ասենց ասենք, երբ որ իրեն գործից հեռացնում են, տնօրենը իմանում է, ավելի Տերը ավելի ճիշտ երևի, ասենց ասենք այդ գործի Տերը, երբ որ իմանում է ինչու, երբ որ լսում է, որ այս մարդը այսինքն Կիրակի համար ինքը գործից հեռացել է, ինքը զարմանում է եւ ասում է ուրեմն այս մարդը եթե Աստծո վախ ունի եւ ինքը լավ աշխատանքը թողնում է իր Տիրոջ համար, ուրեմն ինքը հավատարիմ է եւ իրեն գործի վերցնում է, նոր պաշտոն է տալի եւ աշխատավարձը ավելի է բարձրացնում։ Դրա համար մարդ պետք է այդ Կիրակի օրը Տիրոջը տա։ Ու տեսնում եք, սա մի փաստ է, մենք ազգով, հայ ազգով աստվածապաշտ ենք, թե մամոնապաշտ ենք, դրամապաշտ ենք։ Հա, մի Կիրակի է, որ այո, ուրիշ բան, որ Կիրակի օրը ես էլ եմ ժամանակին, որ աշխատում էի միջքաղաքայինում, Կիրակի օրը գնում էինք սմենային էր, այսինքն կարգով էր, Կիրակի օրը աշխատանքեր են գնում, ամիսը մեկ անգամ։ Ես այդ օրերին ինչ էի անում, եթե հնարավոր էր, ստացվում էր թույլտվություն էի խնդրում, գնում էի պատարագի, եթե չէ, ես այդ օրվա իմ աշխատավարձը Կիրակի օրվա տանում եկեղեցում մի կրկնակի գանձանակն էի դնում։ Եվ Աստծուն խնդրում էի ների, որտեվ տենց չեմ կարող չգնայի, իմ հավատքն էլ այդքան էր։ Դրա համար Կիրակի օրը ես չեմ ասում ամբողջ օրը նստի աղոթի, բայց այդ Կիրակի օրը մի աշխատի։ Տերը սովորեցրեց 6 օր ինքը աշխատեց Աստված։ 7-րդը հանգստացա, որ Տերը ինքը հանգստացավ, բա մենք չհանգստանանք։
եւ այդ օրը Տիրոջը նվիրենք։ Նայեք 6 օր մենք մարտ արարածը 6 օրը նվիրում է ուրիշներին, նվիրում է իր հարազատներին, նվիրում է իր ընկերներին, աշխատանքին, հարազատ է, բայց այդ 7-րդ օրվա մեջ մի 2 ժամը չի ուզում նվիրի Տիրոջը եւ ինքն էլ հանգստանա։ Տեսակ, սենց հիմա կասեք Հայր Ղևոնդ ինչի մասին ես խոսում էլի, այնտեղ 3-րդ տաճար, այդ 666 եւ այլն, այո, հենց ամենը այստեղից է սկսում։ Ամեն բանը սկսում է ագահություն, արծաթասիրությունից, որը կռապաշտությունն է, ասում է Պողոս Առաքյալը, ասում է այդ ագահություն, արծաթասիրությունը ամեն բանի չարիքն է, ամեն մեղքի չարիքն է։ Դրա համար եթե մարդը արծաթասիրության պատճառով մենք շարական ունենք արծաթասիրության մոլը գլալ, Հուդան դավաճանեց մատնեց Քրիստոսին։ Հուդան էլ արծաթասիրության պատճառով եւ Տաթևացին ասում է, որ արդեն իսկ արծաթասիրության պարանով խեղտվել էր Հուդան, արդեն խեղտվել էր, որ գնաց վերջում կախվեց, էլի։ Եվ սա շատ կարևոր է այս 21-րդ դարվա եւ մարդիկ չհասկանալով ասում են մենք աստվածապաշտ ենք, բայց իրական դրամապաշտ են, արծաթասեր են, հա, եւ այս մարդիկ են, որ երկրպագելու են ներին։ Հիմա դրան կգանք, իսկ հիմա խոսենք մի քիչ երրորդ կամ տաճարի մասին, որը Պողոս Առաքյալը առաջի երկրորդ Թեսաղոնիկեցիս գրքի երկրորդ գլխի մեջ հետևյալն է ասում, որտեղ ինքը ասում է, որ այդ ժամանակը չի գա, այսինքն Տիրոջ գալուստը միջև ասում է ոչ մեկը թող խաբե ձեզ որևէ կերպով, որովհետև այդ օրը պիտի չգա, եթե նախ չգա ուխտադրուժմը ու չհայտնվի մեղքի մարդը, կորուստի որդին, որ պիտի հակառակի եւ պանծածե ինքզինքն ամեն բան է վեր, որ Աստված կկոչվի կամ կպաշտվի միջև անգամ պիտի բազմի Աստծո տաճարին մեջ ներկայացնելով ինքզինքը իբր Աստված, Աստծո տաճարի մեջ, հա? Հետաքրքիր է Աստծո տաճար։ Այդ ժամանակ, երբ որ Պողոս Առաքյալը գրում էր, դեռ տաճարը կար, որը Հերովդես կայսրը վերանորոգել, վերականգնել էր երկրորդ տաճարը Սողոմոնի տաճարի կործանումից հետո վերականգնվել էին հրեաները վերականգնել էին, իսկ Հերովդեսը ավելին լայնել, ավելի փառահեղ էր կառուցել, նույնիսկ ասում են Սողոմոնի տաճարից ավելի փառահեղ էր, եւ Պողոս Առաքյալը ասում է Աստծո տաճարի մեջ։ Դե այդ տաճարը չկա։ Չէ, հիմա կասեք, ահա, ուրեմն պետք է կառուցվի։ Արդեն այն ժամանակ այդ կարային ասենք Աստծո տաճար չէր կոչվում, որովհետև Տերը այնտեղից ձգել դուրս էր եկել, չէ՞, երբ հիշում եք Տերը առաքյալների հետ նստած էր, հարցնում են ինչ կասես այս տաճարի մասին, Տերը ասում է քարը քարին չի մնա եւ դու ասում ես ինչքան ուզեցի ձեզ հավաքել, ինչպես հավը իր ձակուկներին, դուք էլ չուզեցիք, ահա պետք է տունը դադարք մնա։ Եվ երբ որ Քրիստոս խաչվեց, խաչի վրա հոգին ավանդեց, տաճարի վարագույրը պատռվեց եւ հրեական ավանդությունների մեջ կա, որ պատմիչները ասում են ձայն լսվեց այդ ժամանակ եւ ասեց մենք այստեղից հեռանում ենք։ Այսինքն այդ տաճարը առլևս չէր կարա կոչվել Աստծո տաճար, որտեղ Աստծո ներկայությունը հեռացավ, այդտեղ դարավ մի գեղեցիկ շինություն։ Դրա համար Պողոս Առաքյալը, որ ասում են Աստծո տաճար, ու եթե հիմա օրինակ հրեաները ասում են կկառուցեն, երկնքից կիջնի կամ եսիմ ինչ, ինչպես կարա դա լինի Աստծո տաճար։ Հարց եմ տալի։ Օրինակ սինագոգների մասին Հովանես Ոսկեբերանին կարդաս, ինչ ահավոր արտահայտվում է։ Ասում է դուք տաճարը սենց ու սինագոգ դուք մերժեցիք Տիրոջը, հիմա այստեղ ասում է սատանաների որջը։ Այսինքն ինչպես կարա դա լինի Աստծո տաճար։ Մեկ, երկրորդը, երբ որ Պողոս Առաքյալը այդ խոսքերը ասում էր, ինքը ինչ նկատում է, այդ ժամանակ քրիստոնեական տաճարներ չկային, եկեղեցիներ չկային։ Ապա ինչի մասին է Պողոս Առաքյալը ասում։ Նորից եթե ասում եք հիմիկվա մեր ժամանակների մասին ասում, դա Աստծո տաճար չի կարող լինել։ Տեսեք ինչ ասում Պողոս Առաքյալը առաջի Կորինթացիս 3-ի
16-ի մեջ։ Չեք գիտեր, թե դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին կբնակվի ձեր մեջ։ Այսինքն դուք ամեն մի անհատ Աստծո տաճար է, 1. Մեր հավաքույթ, այսինքն քրիստոնյաների միությունը, որ հավաքված ենք, Աստծո տաճար է։ Եվ Տեր ասում, որ 2-3 հոգի հավաքվեն, ես այնտեղ եմ։ Հա, այսինքն ոչ թե մեկը Ամերիկայում, մեկը Երուսաղեմում հավաքվենք, աղոթենք, այլ միտեղ հավաքվենք, միտեղ մեկտեղվենք, աղոթենք, Տերը մեր մեջ կլինի։ Դրա համար մեր պատարակն էլ է այդ դրա հիման վրա, որ 2-3 հոգի պետք է ամենակիչը լինեն, 3 հոգի, որ պատարակը կարողանա լինի պատարակիչը, դպրած դասից մեկը սարգավակ եւ արդեն եթե մարդել չլինի պատարակը, այսինքն Տիրոջ ներկայությունը կա։ Դրա համար հարց, եթե Աստծո տաճարը մենք ենք, եթե Աստծո տաճարը դա անհատն է, ուրեմն այստեղ չի նշանակում, որ այդ ները, այդ անօրինության որդին, որ պետք է գա քրիստոնյաների մեջից։ Քրիստոնյաների մեջից պետք է դուրս գա։ Այո, եկեղեցվո հայրերը ասում են, որ իր մայրը հրյա պետք է լինի, հրյական արմատներ պետք է ունենա Դանի ցեղից։ Բայց ինքը լինելու է քրիստոնյա։ Ինքը քրիստոնյաների մեջից է դուրս գալու, ինձ թվում է, օրինակ շաբաթապահները բան են, այնքան են վառված կներեք այս բառի համար կաթոլիկ Հռոմեա պապից, որ ասում են հռոմեական եկեղեցին, այսինքն Հռոմի պապն է լինելու ները, իրենց մեջից է լինելու, կարելի է նույն ասել բողոքականների մասին, իրենց մեջից է լինելու, այդ բողոքականները այնքան են տարված այդ երրորդ տաճարի կառուցման, որ երևի հիշում եք, նաև լսել եք կարմիր կովերի մասին, այդ Մովսեսի օրենքի մեջ կա, հին ուխտի մեջ կարմիր կով պետք է վերցնեք, այդ կովը այրեք, մոխրացնեք, մոխիր լինեք, խառնեք ջրի հետ եւ այդ մոխրով ջրով ցողեք մարդկանց վրա, որ մեղքերը ներվի, ինչ մեղքեր, պղծությունները, որտեվ հрьяաների համար եթե մեռելին կպնեն, դա պղծություն է, ինքը անմաքուր է, այդ անմաքրությունը կարա մաքրի միայն այդ ջուրը, կարմիր հորթի, այսինքն կարմիր կովի մոխիրից։ Եվ Մովսեսից ի վեր, ասում են 9 անգամ այդ կովը, կարմիր կովը մորթվե եւ դարերի ընթացքում ռաբինները այնքան են օրենքներ վրան դրել, որ միջև ինչ ձևի պետք է կով լինի, այսինքն օրենքի վրա աշատացրել են, եւ հիմա Ամերիկայի Տեքսաս նահանգից բողոքական ավետարանչական եկեղեցի հավատացյալները տենց կովի բանն են կովեր են աճացնում, 5 հատ կարմիր կով են մեջտեղ բերել եւ այդ 5-ը այս քանի տարի առաջ ուղարկեցին Իսրայել այստեղ պատրաստվում է, նույնիսկ տեղն էին պատրաստել, որ պետքա զոհաբերություն անեն, հիմա չգիտեմ արեցին, չարեցին, մեկը ասում են սատկեց, այն մեկը հիվանդ էր, սպիտակ մազ գտնվեց, այն մեկին զոհեցին, չգիտեմ ինչ եղավ։ Արեցին, չարեցին, հիմա կասեք, նույնիսկ այստեղ բան կա, ինստիտուտ կա, երրորդ տաճարի կոչվում է, ամբողջ ծիսական կահն ու կարասին ոնց որ ասած տաճարական պատրաստ է, քահանաների զգեստները, նույնիսկ քահանաներ են պատրաստել, վարժություններ են անում, ինչպես գառ մորթել, ինչպես այս ամենը իրենք պատրաստվում են։ Բայց ես խոսել եմ քանի ծանոթերյաների հետ, ասում եմ, այսի մի ուղղություն է, որ տենց բանի հետևից է անգած, բայց իրականում ռաբինները հրեական, այսինքն ռաբինների շարժումը իրենք չեն ուզում տաճար, ինչպես Քրիստոսի ժամանակ էլ կար, միջև Քրիստոս էլ ուղղություն կար, որ տաճարի դեմ էին, իրենք տաճարը չէին ընդունում, այսի դրա մասին մի ուրիշ անգամ, եթե ստացվի, բայց կարակ գրականություն համացանցի մեջ գտնեք, եւ երբ որ տաճարը քանդվեց, ինչպես Տեր ասես քարը քարի վրա չի մնա, ինչ արեցին, ռաբինական շարժումները, ռաբինները դպրոցներ հիմնեցին, որ կային միջև այդ, տարածվեցին եւ իրանց ձեռք է տալիս, որ քահանաներ չլինեն, որտեվ եթե ժողովուրդը ինչ էր անում, ինքը գնում էր իր զոհաբերությունը քահանայի մոտ էր անում, հիմա գնում են ռաբինի մոտ։ Դրա համար այդ շատ ճյուղեր կա հрьяաներ, որ իրանք չեն ուզում տաճարը կառուցվի։
ձևով չեն մերժում, բայց այդքան սիրտ չունեն, ասում են դե երկնքից կիջնի, գգա կա դեռ Մոշիախը գգա թե չէ։ Նույնիսկ Երուսաղեմը որ ուխտավոր եկել է ճանապարհներին, փողոցներում Երուսաղեմ պատերի, սյուների վրա, մեծ պատկեր կա, մի հատ ծերուկ կա սպիտակ մորուքով, գլխարկով, տակը գրած է Մելեխ Մոշիախ, այսինքն թագավոր Մեսիա։ Էդի Ռաբի Լյուբավիչ, որը 93 թվականին է մահացել, 1993-ին է մահացել, իրեն համարել են, հռչակել են, որ ինքը Մեսիա է, չնայած ուրիշ շարժումներ կա, հրեական ճյուղավորումներ կան, որ իրանք էլ իրանց Մեսիան ունեն արդեն, եւ երբ որ հարցում են 93-ին մեռել է, արդեն ինչպես պիտի ինքը գա, ասում է ինքը նորից հարություն կառնի եւ նորից կգա։ Եվ ոմանք լսել եմ, ասում են, ուզում են իր այդ գենետիկ բանը նյութ մարմնից բան վերցնեն կամ վերցրել են, որ կլոն պիտի սարքեն, իր կոպին, այսինքն պիտի սարքեն, չգիտեմ, սենց տարբերակներ կա։ Հասկանում եք, այս ամեն ինչը ավելի շեղված քրիստոնյաների երևակայությունն է, որ այդ կարմիր կովերը բերել են, դրա համար դնել ասել, հեսա հիմա կկառուցեն քրիստոնյային, նորից եմ ասում, դա չպետք է հոգ լինի, չպետք է մտածեն այդ, իրանք մտածեն, որ այդ տաճարը մենք ենք, ասում է, չփախցեք այդ տաճարը, որովհետև Սուրբ Հոգով դուք կնքված եք, այսինքն այդ Սուրբ Հոգին ձեր վրա այդ դաջված է ձեր վրա, մեր կնիքը կա եւ մենք ինչպես կարանք կորցնենք։ Կարող ենք կորցնել ուրանալով գործերով, այսինքն երբ որ մամոնային ենք սկսում ծառայել, երբ որ մենք ուրանում ենք մեր եղբորը, մեր ագահության պատճառով չենք օգնում մեր եղբայրներին, որոնք կարիքավոր են, բայց ի վերջո մենք ներին կերկրպագենք, կուրանանք Քրիստոսին, կասենք, այս Քրիստոսը մեզ չօգնեց, հիվանդ էինք, նեղության մեջ էինք, բայց հեսա եկել է մեզ կօգնի։ Հիմա եթե հասկացանք, որ ինքը քրիստոնյաների մեջից է գալու, ռուս փիլիսոփա Սալավյով, չխշավարեք այսօրվային Սալավյովը, որ խոսում է, կարծեմ էլի Վլադիմիր էր, կարծեմ Սալավյով, ինքը միացած պատմություն ունի, որ ները գալու է Սուրբ Հարության տաճարում անստելու եւ մարդիկ մեր Երուսաղեմի տաճարում են նստելու, Տաթևացին ասում է հрьяաները իր համար տաճար կկառուցեն, այսինքն Տաթևացին էլ շատ sense մատերի մեջով է նայում, շատ կարևորություն չի տալիս, դե կգանք կկառուցեն տաճարը։ Դրա համար մենք վախենանք, որ այդ ները գալու է մեր մեջից։ Հիմա կասեք ինչպես թե, նայենք առաջի Հովաննու թուղթը, Հովանես Առաքյալի թուղթը, կարծեմ երկրորդ գլխի մեջ, ինչ է ասում, զավակներ, վերջին ժամն է, և ինչպես լսեցիք, թե ները պիտի գա, դեռ պատկերացնում եք առաքյալների ժամանակ, ասում է լսեցիք, ները պիտի գա, բայց 2000 տարի չեկավ, արդեն շատ ներեր կան, ատկե գիտնանք, թե վերջին ժամն է, անոնք մեր մեջ են ելան, այդ ներերը, մեր մեջից ելան, բայց մեզ մեջ չէին, մերը չէին, որովհետև եթե լայն մեզ մե, կմնային մեզի հետ, բայց մեզ մե ելան, որպիսի բացահայտվի, թե անոնք բոլորն էլ մեզ մե չէին, նայք ստեղ շատ ինչ կարևոր մի բան կա, որ այդ ները մեր մեջից է դուրս գալու, ինքը ձևանալու է, որ ինքը քրիստոնյա է, բարեպաշտ է, Տաթևացին էլ ասում է իրան ցույց է տալի, որ ինքը սուրբ է, հրաշքներ կգործի, շատերը կմոլորվեն, կխապնվեն, ետևից կգնան եւ ի վերջո կդառնան իր գերին, որտեվ կխապնվեն, որտեվ այն քրիստոնյան, որը սիրում է հրաշքների հետևից է վազում, ինքը կգնա, այն որը դրամի հետևից է վազում, նորից կգնա որտև քրիստոնյայի մեջ իրանք բոլորը սպասում են, հրեաների մեջից է դուրս գալու, այսինքն հրեական շարժումներից է դուրս գալու, ոչ, քրիստոնյաների մեջից է դուրս գալու, մեր մեջից են ասում, բայց մերը չէին, որ մեզնից հեռացան, եւ ինչպես կարա մեզնանից հեռանա, այսինքն սխալ վարդապետությամբ, վերջի վերջո ելնի, սկսի սխալ բաներ անել, շատերը նոր կանդրադառնան, եւ ինքը կգա Երուսաղեմ, ինչպես
գրած է, որ երկու վկաները պետք է գան, Գրիգոր Տաթևացին ասում է Եղիան եւ Ենոքը, որը հիմա դրախտի մեջ են եւ ների գալուց ժամանակ կգան այստեղ կսկսեն քարոզել հрьяաներին, որ սա այն մեկը չի, որին դուք պետք է ընդունեք եւ ինքը իրենց կսպանի եւ ինքը կբարձանա համբարձման լեռ եւ այնտեղից պետք է ցույց տա, որ ես կարամ երկինք բարձանամ եւ Տերը իրեն պետք է սպանի այդ ժամանակ։ Հասկացաք ինչ է տեղի ունենում։ Դրա համար ինքը գալու է քրիստոնյաների մեջից եւ նույնց խափի հрьяաներին է խափելու, քրիստոնյաներից խափելուց հետո հрьяաներին կխափի, մուսուլմանական աշխարհին կխափի եւ ասում է թե նույնիսկ ընտրվածներին կմոլորեցնեն, իսկ ընտրվածին ինչպես կարա մոլորեցնի, խափելով, դրամով, հրաշքներով սուտ։ Դրա համար հիմիկվանից սիրելիներ մի փորձեք այդ հրաշքների հետևից, որտեղ էս հրաշքա սրբապատկերից մեռունա վազում, չգիտեմ ինչա լինում։ Հիմա գնանք հայտնության գլուխ 13-րդ գլուխ։ Այստեղ շատ մենք այս գլխի մեջ դե արդեն եւ շատերը գիտեք 666-ի մասին է գրված, ասում է որ գազանը ջրի մեջից է դուրս գալ։ Այդ ջուրը խորհուրդ է ազգերի ժողովուրդների մեջից է լինելու, մեջներից է դուրս գալու այդ գազանը, դե ամենը չկարդանք եւ ասում է ինքը վիրավոր էր, հետո կենթանացավ, վիրավոր էր, այսինքն երևի ինչ որտեղ հետը մի բան կլինի, հետո ձևովը ցույց կտա, որ հարություն առավ, վերականգնվի, դե շատերը ասում են այդ ները դա ինչ որ պետության մասին է, ինչ որ եկեղեցու մասին է, բայց չէ, սա անհատի մասին է, որը գազան է լինելու եւ ասում է Անոր գլուխներն մեկը մորթվածի պես էր, բայց անոր մահացու վերքը բուժվեցավ եւ ամբողջ երկիրը սքանչանալով գազանին հետևեցավ։ Անոնք երկրպագեցին վիշապին ու իշխանություն տվավ գազանին, որ երկրպագեցին գավազանին ասելով, ով նման է գազանին, ով կրնա պատերազմի անոր հետ։ Անոր տրվեցավ բերանմը մեծ բաներ եւ հայություններ խոսող, իշխանություն տրվեցավ անոր անելու իր կամքը 42 ամիս։ Այսինքն ինքը կբացահայտվի, կսկսի հայուել արդեն եւ 42 ամիս, այդ 3.5 տարի, որ կսկսեն այդ ամեն մեծ նեղությունները, որ քրիստոնյաներին հալածանքն է լինելու։ Բայց այստեղ անոր իշխանություն տրվեցավ սուրբերուն հետ պատերազմելու եւ հաղթելու անոնց։ Հաղթելու ոչ թե Տերը ասում է, չէ, մի վախեցեք մարմինը ձեր կործանի, բայց հոգին չի կարա, չէ, այսինքն մարմինը կնեղեն, կհալածեն, քրիստոնյաներին դժվարություն կտան, բայց հոգեպես չեն հաղթի։ Անոր իշխանություն տրվեցավ բոլոր տոհմերուն եւ ժողովուրդներուն եւ լեզուներուն եւ ազգերու վրա։ Անոր պիտի երկրպագեն բոլոր անոնք, այսի ուշադիր եղեք, բոլոր անոնք, որ կբնակին երկրի վրա եւ որոնց անունը աշխարհի հիմնադրութենեն ի վեր ուշադիր, գրված չէ մորթված գառնուկին կյանքին գրքին մեջ։ Այսինքն իրեն երկրպագեն անոնք, որոնք գառնուկի գրքի կենած գրքի մեջ գրված չեն։ Այն իրոք են քրիստոնյաները, որոնք բարեպաշտ աստվածավախ են, իրենք չեն երկրպագելու։ Եվ այդ նեղությունների կամ առաջ կամ այդ ընթացքում կհայտնվի մի ուրիշ գազան գառնուկի պոզերով Տեսա նաև ուրիշ գազանը, որ կբարձրանա երկրեն, ուներ երկու եղջյուր, գառնուկի նման եւ կխոսեր վիշապին պես։ Այսինքն սա ասում են, որ սա ների մարգարենն է, սուտ մարգարեն է, ինչպես շատ սուտ մարգարեներ կան, այդպես էլ այդ եւ շատ ներեր կան, լինելու այդ միակ ները եւ իր միակ մարգարեն, որը մարդկանց հիմա նայեք ինչ է ասում Կվարեր առաջին գազանին ամբողջ իշխանությունը անոր արչև եւ կստիպեր երկիր եւ անոր բնակիչները, որ երկրպագեն առաջի գազանին, որուն մահացու վերքը բուժված էր։ Այսինքն այդ ժամանակ արդեն այդ մարգարեն սկսելու է աշխատի, որ ներին երկրպագեն։ Մեծ նշաններ գներ եւ միջև անգամ երկինքեն կրակ իջեցներ երկրի վրա մարդոց արչև։
կմոլորեցներ երկրի բնակիչները այն նշաններով, որ ընելու կարողություն դրված է իրեն գազանին առջև։ Կսեր երկրի բնակիչներուն որ շինեն պատկեր այն գազանին, որ սուրով վիրավորված էր, բայց ապրեցավ։ Այսինքն պատկեր է սարքելու, որ մարդիկ սկսեն երկրպագել, այսինքն բուն իմաստով, ոչ թե չիպ։ Եվ կարողություն տրվեցավ իրեն, որ հոգի տա գազանին պատկերին, որպիսի գազանին պատկերը խոսի, նաև մերցնել տա բոլոր անոնք, որ չեն երկրպագե գազանին պատկերին։ Հասկացաք, այսինքն ասած անդադ բանը սկրինը անջատվում է, միացնում եմ, որ տեսնեմ։ Այդ սուտ մարգարեն ամեն բան անելու է, որ ժողովուրդը ավելիով գնան երկրպագեն, որտեղ սկզբից երևի ոչ շատերը կգնան, նեղություններ եւ այլն, բայց ինքը հրաշքներ են սկսելու անել ամեն ձևի եւ պատկերին հոգի է տալու։ Միգուցե այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաներով համացանցը բանը, որ մարդիկ նայելու են սկրինի վրա, սկրինը խոսելու է, երևի այդ ու մարդիկ երկրպագելու են։ Հիմա նայենք, շարունակենք։ Կստիպեր բոլոր այն պստիկ եւ մեծ հարուստ աղքատ ազատ եւ թեստրուկ, որ դրոշմ ընդունին իրենց աջ ձեռքին վրա կամ իրենց ճակատին վրա, որբիսի ոչ մեկը գարենա գնել կամ ծախել, բայց միայն ան, որ ունի դրոշմը կամ գազանին անունը կան անոր անունին թիվը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ նախ ստիպելու է երկրպագի, նախ ստիպելու է, որ երկրպագեն ներին, հա, ստիպելու է, որ երկրպագի հետո վերջը պետք է այդ կնիքը դրվի, որովհետև սատանան ամեն բան կրկնօրինակում է Աստծուն, Տաթևացին ասում է սատանան Աստծու կապիկն է, ամեն բան անում է, ինչ որ Աստված անում, իրան կրկնօրինակում է, այսինքն ինչպես քրիստոնյան նախ դավանում է, խոստովանում է, հետո կնիքն է ստանում, մերոնն ենք կնքում, չէ, ինքը խոստովանում է Սուրբ Երրորդությունը, Հայր, Որդի, Սուրբ Հոգի, չէ, եւ կնիքն է ստանում, դրոշմվում է, դառնում է Աստծո տաճար։ Այսպես էլ էսի նախ եւ առաջ պետք է այդ մարդը խոստովանի, ընդունի, երկրպագի եւ այդ կնիքը ստանա։ Այդ կնիքը ստանա եւ այդ կնիքը նշան է լինելու, ով որ ունի, դա նշան է, որ էսի այս մարդունն է, այսինքն այս ներին է պատկամ։ Ինչպես հին ժամանակներում, հռոմեական ժամանակներում, երբ որ ստրուկին դնում դրոշմում էին, կենդանիներին դրոշմում էին, կնիքն էին դնում, որ մարդիկ տեսնում են այս պեչատը, այս կնիքը, որ սա պատկանում է այս մեկին։ Այդ ոչ թե գգա մարդկանց այդ ծնդատունը չիպ կսրսկեն, չգիտեմ, անձնագիր կտան կամ կերթան այս նոր անձնագրերը, որ մտնում են փոքրիկ սենյակի մեջ եւ ֆլեշով նկարում է եւ այդ ճակատիդ պեչատը դրին, վերջ արդեն։ Դո այսինքն խնդալու է։ Այսինքն քրիստոնյային նախ, այսինքն մարդկանց նախ ստիպելու են, որ երկրպագի։ Երկրպագելուց հետո ինքը այդ կնիքն է ստանալու։ Ոմանց խաբելով, ոմանց հրաշքներ անելով, իսկ ով որ այդ ամեն ինչին չի հավատա, չի ընդունի, իրենց էլ չարչարելու է, ասում է Տաթևացին, չարչարանքով, նեղությամբ, եթե այդ չարչարանքով էլ ինքը հանձնվի, պարտվի, այսպես ընդունի, նորից այդ կնիքը պիտի ստանա, եւ ով այդ կնիքը ունի, արդեն նշանա, որ էս իրան է պատկանում, եւ դրա համար ով որ այդ կնիքը չունի, ինքը չի կարա գնի։ Այսինքն նենց են ստեղծելու պայմանը, որ մարդը ուզի չուզի գնա, ինքը հոժար կամքով իր կյանքը, նեղությունը, սովա, դժվարությունը ինքը գնա բան անի։ Շատերը սոված կմահանան։ Դրա համար շատերը կդիմեն այդ դրանց, որ օգնություն դրանք չեն օգնի։ Եվ այն մյուս քրիստոնյան, որ ինչ-որ մի բան կունենա, ինքը կկիսվի իր եղբոր հետ։ Եվ այդ մի փոքրիկ հացը, որ իրան կտա, դա իր համար նաև նույնիսկ արքայություն կտանի։ Հասկանում եք, սիրելիներ, այս բաներից մի քիչ լրջացեք եւ քիչ տարվեք, այս տաճար են կառուցում, չեն կառուցում։ Եթե կառուցեցին, իրանց երկիրն է, թող կառուցեն։ Երկնքից կիջնի, ինչպես կլինի, կպայթի, կքանդվի, կիջնի, հազար բան են ասում։ Չգիտեմ, բայց դա ինչ է տալիս։ Ները գգա,
նորից մի հատ քննեք ձեր սրտի մեջ, ինչու եք ուզում, որ չլինի դա, որպեսզի նեղություն չկրեք։ Այո, ոչ մեկս չի ուզում նեղություն ունենա, դժվարություն ունենա, հալածվի, դրամական նեղություն, առողջական նեղություն, բոլորս ուզում ենք լավ ապրենք, խնդիր չունենանք, լավ նորմալ կյանք լինի, բայց դա քրիստոնյայի ճանապարհը չի։ Խաչին խաչակից, հա, փառքին փառակից։ Պողոս առաքյալը ասում է ուրիշ բանով չեմ ես բարձանում, այլ Քրիստոսի խաչով։ Այսինքն խաչը միայն սիրուն զարդ չի, որ մեր պարանոցից ենք կախում կամ տան մեջ ենք կախում, Երուսաղեմից ենք բերում գերեզմանի վրա օրտնված։ Խաչը դա չի, խաչը դա Քրիստոսին խաչակից լինելն է, դա Քրիստոսի հետ միջև վերջ լինելն է։ Ով որ միջև վերջ համբերի, նա կփրկվի։ Առանց տրտնջելու, դժգոհելու, հայոյելու։ Դրա համար այսօր ինչ որ կատարվում է, մեր մեջ նեռերը շատ են։ Վախենանք մենք չդառնանք նեռ, չհասկանալով։ Ինչպես Հովհաննեսը ասում է, նեռերը շատ են, մեր մեջից էին, բայց մերը չէին։ Մնանք հավատարիմ մեր հավատքին, դժվարությունները, նայեք Պետրոս առաքյալը ասում է, եթե դու քրիստոնյա ես եւ հալածում են քեզ, նեղություն են պատճառում, ուրախ եղիր։ Բայց չլինի, որ ձեզանից մեկը որպես գող, մարդասպան դատվի։ Չլինի, որ ձեզանից մեկը, որ այսինքն մեղքի համար հալածվի։ Իսկ եթե Քրիստոսի համար են հալածում քեզի, որտեվ դու հավատում ես Տիրոջը եւ դու չես ուզում կամ ծաղրում են քո հավատքիդ համար, որ դու մեղքից խուսափում ես, երանի քեզի, երանի նրանց, որ իմ անունով ասում է Տերը կհալածեն, սուտ բաներ կխոսան, ասում է կներեք այս բառը, գլխիդ կշինեն, որովհետեւ դու քրիստոնյա ես ու դու են մեկը չես, որ կարաս իրենց պատասխանես, ու դու իրանց կթվա, որ դու տկար ես, վախկոտ ես, այս է։ Դրա համար, ինչ ասեմ, իմաստություն եմ ցանկանում ձեզ, իսկ իմաստությունը դա Աստծո երկյուղի սկիզբը, դա իմաստությունն է, այսինքն Աստծո երկյուղ ունենալով իմաստուն ենք դառնում, ես չեմ հորդորում խելացի լինել, այ իմաստուն լինել, իսկ իմաստուն մարդը գիտի ինչպես վարվի, ինչպես քայլեր անի։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, որ լսեցիք, հուսամ եզրակացություններ կանեք եւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հավանություն տվեք, լայք տվեք եւ տարածեք, եթե հավանեցիք, տարածեք ուրիշներին, որտեվ YouTube-յան ալգորիթմները, այսինքն կպահանջեն, որ երբ որ լայք ես դնում, կոմենտ ես գրում, որ ինքը ավելի է աշխատում եւ YouTube-ը տարածում այս տեսահոլովակը, դրանով օգտակար կլինեք ինձի։ Շնորհակալ եմ, Աստված ձեզ բոլորիդ պահապան։